Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic AM-ի հյուրը պատմաբան Պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար Գագիկ Սաֆարյանն է։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալություն Ես նմանապես համար։ Ինչ դիտարկումներ ունեք Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված? Քննչական կոմիտեն ձերբակալել է շուրջ 15 անձի ահաբեկչության, զանգվածային անկարգություններ հրահրելու փորձի մեղադրանքով եւ նրանց շարքերում է նաեւ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, ով Հայաստանում իշխանապողության կոչեր է անում տևական ժամանակ, փողոցային պայքարեր նույնիսկ մղում։ Ինչ դիտարկումներ ունեք սրա շուրջ, արդյոք ահաբեկչությունը, զինված հարձակումները Հայաստանում ընդհանրապես տեղ ունեն? Ինչ խոսքը այս իրադարձությունները, իրարանցումները, խառնաշփոթ իրավիճակը ունի իր նախապատմությունը, որովհետև անցյալ տարի, երբ մենք գտնվում էինք Տավուշի մարզում, սահմանազատման եւ սահմանագծման մեկնարկի խանձարորի ժամանակահատվածում, երբ որ այնտեղ մենք բարձրացանք ոսկեպար, բազում գյուղերի, անկլավային գյուղերի եւ այլ դիրքերը տեսնելուց հետո բարձրացանք ոսկեպար, ես այնտեղ տեսա բացականչություններ, այնտեղ տեսա մարդկանց եւ անմիջապես հետեւեց Սրբազանի հայտարարությունների շուրջը համախմբելը, ընդդիմադիր որոշ ուժերի, այսպես կոչված նաև անգործ թրև եկող մարդկանց, որոնք օրապահիկով վարձատրվում են, ես տեսա, որ սա արդեն հեռուն գնացող նպատակներ ունի, բայց երբ որ շարժումը հանուն Տավշո սկսեց տեղափոխվել դեպի շարժվել ուղղություն վերցնել դեպի մայրաքաղաք Երևան, ես ասացի, որ սա իշխանապողության խնդիր է, իսկ երբ որ արդեն հասավ Երևան, ընդամենը աճապարեցին վարչապետին տալ ընդամենը 10-15 րոպե, չգիտեմ ինչքան, ես ասացի, որ սա արդեն պետական հեղաշրջում էր, ինչու պետական հեղաշրջում, որովհետև եկեղեցին էր մտել արդեն խաղի մեջ, եւ եթե դրան անմիջապես չի հետևել նախկին Սրբազանի ուրեմն կարգալույց հռչակման գործընթացը, ուրեմն պարզ էր, որ եկեղեցին դարձել էր հակաիշխանական, հակապետական որոշ ուժերի ձեռքին գործիք։ Կամ ասենք, եթե նախկինում դա, ասպես ասենք, փափուկ ուժի դիրքերից կարելի էր ասել, որպես սոխ-փաուր, ապա արդեն դարձել էր իշխանապողության առաջամարտիկներից մեկը, դա լինի իր նախապատմությունը, դրանից 1 թե 1.5 տարի առաջ նախորդ նախագահներից կարծեմ երկրորդը հայտարարել է, որ մեզ պետք է այժմ այնպիսի մի մարդ, թեկուզ հայ եկեղեցու ղեկավարներից Սրբազանի կամ, չգիտեմ, առաջնորդի թեմի կարգավիճակով, թեմի առաջնորդի կարգավիճակով մեկը, որը պետք է վստահություն ներշնչի զանգվածների մոտ կամ ընդդիմության մոտ եւ այլ եւ այլ։ Այս ամենը ծրագրված էր։ Այստեղ գալուց առաջ երեք հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել իմ հրաշալի ընկերների հետ, որոնք իրավապահ մարմիններում զբաղեցնում են տարբեր դիրքեր։ Ինքս քանի որ պատմաբան եմ, ավելի շատ սիրում եմ քաղաքական գործընթացների ենթադրություններ չեմ սիրում անել, ավելի շատ սիրում եմ ինստիտուցիոնալ առումով ելույթներ ունենալ, այդ հիմքից խոսել, փաստահեն, տվյալահեն։ Ես հարցրել եմ, ինչ եք կարծում։ Կարող է հետագայում պարզվի, որ սա ինչ են ասում, Սարքովի է, դզած փչացա։ Ընդդիմությունը հենց դա է փորձում։ Եվ գիտեք ինձ ինչ են պատասխանել այդ հրաշալի ազնվորությունները, ասացին գիտեք ինչ, կարող է մի բառ, մի տառ, կամ ինչ որ ասենք մեքենա նստելուց, կամ ինչ որ ասենք ժամի առումով 15 րոպե քննիչ է, կամ ինչ որ մի բան, դրանք զուտ տեխնիկական կամ ընթացակարգային խնդիրներ են, բայց այդպիսի բան լինել չի կարող, դա լրիվ ապացուցված է, որպես պետության դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ, ես մի քիչ ձեռնպահ կմնամ հեղաշրջում ասելուց, հեղաշրջումը ինչպես պիտի անեն, դա ահաբեկչական գործողություններ է, որոնք նպատակ ունեն ստեղծել երկրում քաոտիկ իրավիճակ, խառնաշփոթություն, իրարանցում, անկարգություններ, upheaval-ներ, չէ, սոցիալական ցնցումները, մեքենա պայթեցնել, վառել, չգիտեմ, սրանց տուն գնալ, նրանց տուն գնալ, դե սա ձեռագիր է, մեկ ամիս առաջ իզուր չէր, որ Դաշնակցության բյուրոյի նախկին տխրահարչակ շուրջ 1/4 դարի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց էր տալիս, կարծեմ 168 կայքին Դավիթ Սարգսյանին եւ ասեց, մեզ պետք են նոր պորտկոմներ հոկտեմբերի 27-ի պահով, սա ես կասեմ, որ սա նրա մտքի թռիչքը դա է։ Ինքս քանի որ ճանաչում եմ այդ բոլոր ազնվորություններին, դրանց մտքի թռիչքը դա է։ Ստացվում է ընդդիմությունը դրան է ունակ։
պորտկումներ, քաոս, ահաբեկչություն, զինված հարձակում, մարդկանց էին ինչ-որ ճանաչության մեջ Ես ուղղակի ուզում եմ ձեզ, եթե թույլ տաք, ձեզ հարցով հարց տամ։ Ընդդիմությունը, այ ներկայիս ընդդիմությունը, ասենք 10 հոգի ես թվարկեմ։ Չէ՞։ 10 հոգի։ Ասենք Աղվան Վարդանյան, Իշխան Սաղաթելյան, Դանելյան եւ այսպիսի մարդիկ։ Ինչ եք կարծում, ձեզ հարց եմ տալիս։ Մեր ժողովուրդը նրանց ձայն կտա, որ նրանք գան իշխանության, ընդդիմությունը ինչի է ունակ։ Իհարկե ոչ։ Եթե ոչ, նրանք պիտի գնան, ասենք նրանք գալիս են ինչ անեն, ինչ պատասխանեն, ասեք։ Մեր իշխանությունը չի աշխատում, չգիտեմ, բյուջեն չի կատարվում, չգիտեմ, սոցիալական խնդիրներ չի լուծվում, կրթական համակարգում խնդիրներ կան, չի լուծվում, իրավական համակարգը չի օրստորի կատարելագործում։ Դուք լավ գիտեք, որ ես եւ ձեր տաղավարում եւ տարբեր տեղերում ես, ինչպես ասում են, քարի վրա չեմ թողնում, նաեւ շատ դեպքերում կառավարության գործունեության հետ կապված, որովհետեւ ես պարտավոր եմ դա ասելու եւ նկատելու եւ ասելու։ Միգուցե իրենք չեն նկատում դա։ Միգուցե սա է, որ բերում է կառավարության հանդեպ շատ դեպքերում կամ եթե չասեմ անվստահության մոտեցում, դժգոհություններ, քննադատական մոտեցում եւ այլն։ 1994 թվականի մայիսի 2-ին հարավարում այդ Մալացիա կոչվող թաղամասերից մեկում գիշերվա ժամը 2:20 րոպեին Շիրակ Հոմենետմեն ֆուտբոլային խաղից հետո գնդակահարվեց իր տան շեմքին Դաշնակցության լավագույն տղաներից մեկը Գագիկ Սահակյանը։ Քանի որ այդ ժամանակ ես էլ դաշնակցական, նրան էլ էին ասում Դաշնակ Գագու, ինձ էլ էին ասում Դաշնակ Գագու։ Հետագայում դա բացվեց, որ դա դրոկառույցն է արել եւ այլ, դրան հետևեցին այլ գործողություններ իրականացված եւ այդ ամենի թիկունքում կանգնած էր ուրեմն քաղաքական ուժ։ Դեռևս չեմ ուզում ասեմ, բայց եթե Դավիթ Շահնազարյանը իմ ընկերը այսպիսի հայտարարություններ է տալիս, ինքը եղել է Դաշնակցության ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ինքը այդ բոլորը գիտի, որ քաղաքական ուժն է եղել դրա հետևում եւ ինքը գիտի, որ նաեւ որ բավականին ժամանակ իմ անվտանգությունն է ապահովել, ես բավականին ժամանակ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ առանց որևէ հիմքի, որտեղ նրանց նպատակը այն էր, որ երկրում ստեղծվեր քաոս, պետության դեմ դուրս գային, օրվա իշխանության դեմ դուրս գային։ Գալով ներկա իրավիճակին, ձեր բակալություններին, քանի որ դրանց մեծ մասին ճանաչում եմ, այդ ձեռագիրը նրանց հատուկ է, ինքնատիպ ձեռագիր է, երկրում իրականացնել ուրեմն այդ ճանապարհով դիվային դավադրությունների ծրագրին համապատասխան ահաբեկչական գործողությունների հետևանքով երկրում իրականացնել ուրեմն տերոր, որը կբերի իշխանափոխության։ Հիմա գիտեք, ելույթ են ունում, ասենք, քննչական կոմիտեի նախկին նախագահ կամ ծառայության գեներալ եւ իրեն թույլ է տալիս, ասում է, դա հեղաշրջում չէ, հեղաշրջումը կարող են կատարել իշխանական ուժերը բան եւ մարդ իրավաբան գեներալ։ Նա պիտի պարզապես, գիտեք, նա պիտի գետինը մտնի, նա պիտի դիմակ հագնի, որպեսզի ժողովուրդը չտեսնի։ Ասենք, մարդիկ, որոնք զբաղված են եղել 20 առնվազն 2 տասնամյակ գործեր սարքելով, գործեր կարելով թղթապանակների մեջ եւ զբաղված են եղել ոտից գլուխ կաշառքի եւ կոռումպացված գործողությունների մեջ։ Հիմա ասում են Սարքովիա առնվազն 20-25 տարի նախնական կալանք խափաման միջոցը 0-ից մինչև 3 տարի որոշում էր նախագահների նստավայրում։ Դա կլներ օգնականը Մհերյանը նախագահների, Կոստանյան Գևորգը կլներ, դա կլներ Կուտոյանը, ներկայացնում էին նախագահներին եւ նրանք ասում են 0-ից 3 տարի ամենանվազագույնը։ Եվ բոլորս գիտենք ինչպիսի գործեր են սարքել մարդկանց վրա, տնտեսական առումով, քաղաքական առումով, այլևս չեմ ուզում անուններ տալ, բայց ես ասեմ, որ դա հեռուն գնացող նպատակներ է եղել, որտեղ եկեղեցին ակտիվացել է իր կողմից, Ռուսաստանը տեսնում է, որ ուրեմն hard power, չէ, hard power-ի կոպիտ պինդ ուժի կիրառման ժամկետը անցել է, ես նկատի ունեմ 22 թվականի սեպտեմբերի ջերմուկը, 23 թվականի, չէ, 24 թվականի մարտը
ներքին հանդը, էլի գործողություններ, դրա համար անցել է soft power-ի կամ փափուկ ուժի կիրառման իմպլեմենտացիայի գործընթացներին։ Դա կլինի գործարարների միջոցով, դա կլինի ուրեմն նոր ուժերի այստեղ Երևան գալով, դա կլինի 5-րդ շարասյան տարբեր միջոցներով, դա կլինի իրենց ուրեմն քարոզչական դաշտի ներկայացուցիչների միջոցով, եւ ես զարմանում եմ, թե մեր տեխնոլոգիաների նախարարությունը եւ հեռուստատեսության եւ ռադիոյի հետ հանձնաժողովը ինչու մինչեւ հիմա հապաղում է տվյալ դեպքում օպերատիվ աշխատանքները կատարելուց եւ նրանց մեկըդմիշտ զրկելով արտոնագրային ուրեմն բոլոր կարգի իրավունքներից եւ պարտավորություններից։ Քանի որ գործարարից խոսեցիք, ռուսաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը եւս կալանավորված է, մենք մեր ձևով կմիջամտենք։ Մայրաթոր վարչապետ ակամարտության մասին էր խոսում Կարապետյանն այդ կերպ։ Ինչ դիտարկումներ ունեք դուք, սա ընդհանուր համատեքստում եք նկատում Հայաստանի իշխանությունների դեմ տարվող պայքարում եք, Մայրաթորն է դուրս գալիս քաղաքական հայտարարություններով հանդես գալի, Սամվել Կարապետյանին են այստեղ գործողում, դրանից շատ ավելի վաղ նաև տեսակետ կա, որ Ռուբեն Վարդանյանն էր առաքելության Արցախում, հետո պետք է գար Հայաստան։ Հիմա օրինակ այսպիսի բացահայտումներ են տեղի ունենում, սա մեկ ընդհանուր համատեքստում կարող ենք դիտարկել։ Մի ճշգրտում, մի ստուգաբանություն ասեմ, ոչ թե մենք մեր ձևով կմիջամտենք, այլ կմասնակցենք ասել։ Սամվել Կարապետյանը, այո, հա։ Տեսեք, ավելի քան 22 թե 23 տարի առաջ Ռուսաստանը բնակ մի գործարար Արկադի Վարդանյան, որը ուներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության կարգավիճակ, եկավ այստեղ հանրահավաքներ էր անում, որպեսզի տապալեր Ռոբերտ Քոչարյանի ուրեմն իշխանությունը։ Եվ դուք գիտեք նրա հանդեպ ինչ կատարվեց։ Ամբողջ ունեցվածքը այստեղ ձեռքից խլեցին, բանկերում եղած չեղածը յուրացրեցին, պետականացրեցին հանցավոր խմբերի կողմից, իրեն նստեցրեցին ԱԱԾ-ի մեկուսարանում եւ այլը։ Նրանք ուրեմն քարի վրա չեն թողել իրենց անհանդուրժողականությամբ, իրենց ուրեմն այսպես ասած իշխանությունը պահելու մոլուցքով գնացել են ամեն կարգի գործողությունների, դա հոկտեմբերի 27-ից հետո է, այդպես էլ պիտի լիներ, այլևս չեմ խոսում, որ գիտեք, այլևս չեմ խոսում, ասենք, այնպիսի լրատվական դաշտի այնպիսի գործողություններից, ինչպիսին էր Ամեկ+-ի փակումը եւ այլ, բայց դա այլ խնդիր է։ Սամվել Կարապետյանի պարագայում, գիտեք, ես շատ դժվարանում եմ խոր ուսումնասիրություն անել, որովհետև իմ աչքի առջև է վերջին մի քանի տարիների նրա գործունեությունը, ես համոզված եմ, որ ինքը չլնելով քաղաքական դաշտի Newfangled man, էլի ոնց են ասում, այդ նորաթուխ, չէ ինքը նորաթուխ է, փաստորեն ինքը ուզեցել է հայտ ներկայացնի, ինքը լնելով դեռևս նորելուկ շիվ քաղաքական դաշտի մեջ, ես զարմանում եմ, որ ինչու պիտի նա այդ հայտարարությունը աներ եւ իմ խորին համոզմամբ ես եկել եմ երկու եզրակացության։ Կամ նա փորձել է ասել, որ մենք կարող ենք դեր խաղալ, ուրեմն այսպես ասած մոդերատորի դեր ստանձնել եկեղեցի կառավարություն հարաբերություններում, կամ նա ուրեմն փորձել է հենց այդպես էլ ինչպես որ ասել է, ուղղակի դուրս գալ կառավարության դեմ։ Հիմա ես ավելին ասեմ, եթե նա փորձել է դեր խաղալ, եթե նա ասում է ես հայ եկեղեցու կողքն եմ կանգնած, ապա ինչ է նշանակում, ասենք, վեհապարի հայտարարություն, նախ վեհապարը ես ասեմ, որ ոչ թե վարչապետը ասում է նա պիտի ազատի վեհարանը, այլ նա ինքն է իրեն դուրս դրել վեհարանից։ Ինքն է իրեն դուրս դրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Ոչ ոք վեհապարին չի ասել։ Իրենից բացի ինքը իր գործողություններով ինքը իրեն դուրս է դրել։ Ես նկատի ունեմ ուրեմն այդ ապօրինի ընտանիքը, ապօրինի երեխաները, այլանդակությունները, շնությունները, եւ եթե նրանք որոշ եկեղեցական գործիչներ ասում են դա խարան է վարչապետի համար կամ այդ թլփատելու կամ այդ կեղտոտ արտահայտությունները, ապա ես պիտի ասեմ, որ առաջին հերթին իրենց իսկ արտահայտություններով այդ աղվեսադրոշմը, այդ խարանը պիտի ուրեմն պիտի
ուրեմն խարանվի իրենց ճակատին։ Դի խարանվի իրենց դոշին, խաչի փոխարեն, որովհետև իրենք այդ խաչի կրողները չեն, դա նույնն է բոլոր դերասաններն էլ կարող են ցանկացած սերիալներում կրել եպիսկոպոսության կարգ, արքության կարգ ունենալ, չգիտեմ եւ այլ։ Սակայն երբ որ եկան Սամվել Կարապետյանի տունը խուզարկելու եւ այլ, երբ որ ասեց թքած ունեմ եւ հեծերի վրա եւ իրենց վրա եւ այլ, ես դարձյալ փորձում եմ այստեղ ինչ որ միտեղ ես դարձյալ փորձում եմ մանգալ այնպիսի բաներ, որ միգուցե ասենք այդ պահի ազդեցության տակ ընտանիքը այնտեղ բան եւ այլ բորբոքվել եւ այլ, սակայն ուրեմն մեկուսարանից նրա ուղարկած մեսեջները այլ բան են հուշում եւ պիտի ասեմ, որ նա այս պահին, քանի որ նա քաղաքական գործընթացների մասնակցելու փորձ չունի եւ ես ինչքան գիտեմ նրա արժեհամակարգը մտավոր զարգացման քաղաքական գործչի կամ գիտնականի չի կամ հոգեոր մշակութային ոլորտի մարդու չի, ես համոզված եի, որ նա կարող է սայթաքած լինել, բայց համոզված եմ, որ ոչ։ Վերջին իրադարձությունները իր կողմից իսկ մեկուսարանից ուղարկված կալանավայրից ուղարկած արտահայտությունները գալիս են ասելու, որ նա դառնալու է խամաճիկ, նա դառնալու է գործիք որոշ քաղաքական ուժերի, այսպես կոչված որոշ հոգեորականների կողմից։ Որտեղ նրանց նպատակը նա է, որ ամբողջովին լծվեն մեր պետությունը կազմական դանելու գործին։ Դրա մեջ մտնում է կարծեք թե քիչ է մնում կառավարության ղեկավարի մեղադրեին Իրано-իսրայելական պատերազմը հրահրելու մեջ, քիչ է մնում, չգիտեմ, եւ այլ, այնպես չի, որ ես շատ բաներ չեմ կարող ասել, հատկապես ասացի, որ կալանման տարած, կալանքի տարած մասնակիցներից շատ-շատերին ճանաչում եմ եւ պիտի ասեմ, այդ ձեռագիրը ներհատուկ է նրանց։ Ահաբեկչական գործողությունների, ինչ քաղաքական ուժեր են կանգնած, այսօր ընդդիմության ներկայացուցիչները փորձում են կոծկել, փորձում են սևը ներկայացնել սպիտակի փոխարեն, բայց ես կարծում եմ դա դրանց չի հաջողվու։ Ինչքան էլ փաստաբանները, դե գիտեք, փաստաբանների գործն է դա, մարդու իրավունքների տեսանկյունից դա այլ բան է, բայց քաղաքական գործընթացների առումով էլ դա այլ բան է։ Ես ուղղակի զարմանում եմ, էլի ասենք, ինչու կարելի է այսքան թույլ տալ, ինչու չի կարելի դա ժամանակին անել, ինչու անցյալ տարի նա չպահանջեց կաթողիկոսից վեհապարից կարգալույց անելու Բագրատ Սրբազանին։ Դուք գիտեք ինչպիսի անարժան մարդիկ են հայտնվել անցյալ տարվա մայիսի մեկնարկած Սրբազան շարժմանը, կոռումպացված անձնավորություններ, կաշառակերներ, սրբապիղծներ, մարդիկ, որոնք ունեցել են մի քանի սպանությունների մեջ մեղադրվել են, բայց ինչպես ասում են, ջրից չոր են դուրս եկել։ Ինչու կարելի է այսքան լռել։ Դա վերագրել անհետեւողականության չի ասի։ Դա վերագրել մեծահոգության պիտի ասեմ ինչու համար։ Կառավարությունը պիտի այն ինչ որ մեր ժողովուրդը պահանջում է։ Հիմա էլ ասում են գնում է 2026 թվականի համապետական ընտրությունների։ Անկամ եթե այդպես է, ես կարծում եմ մեր իրապահները գործում են օրենքի տարի ու ոգուն համապատասխան։ Մանրամասների մեջ չեմ ուզում մտնել։ Ես ընդհանրապես մի բան կարող եմ ասել, լինելով Արցախյան շարժման մասնակիցներից մեկը, այն էլ ոչ, այսպես ասած, այո, 1992 թվականի մայիսին, երբ որ երջանկահիշատակ լուսահոգի Արտուր Մակրտչյանի եղեռական մահվանից հետո գնացել ենք Արցախ, որպեսզի Արցախի գերագույն խորհուրդը պիտի ընտրեր նոր նախագահ, Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Բաբկեն Արարքցյանը, այն ժամանակվա ազգային գերագույն խորհրդի նախագահը, երբ որ առաջ քաշվեց այլընտրանքային տեխնացուներ Ռոբերտ Քոչարյանից բացի Շահեն Մեղրյանը կար, դեռևս Շահումյանը չէր պարփվել, գիտեք Բաբկեն Արարքցյանը ելույթ ունեցավ եւ առանց ամաչելու, առանց իսկ հայտ զգալու ասեց, եթե դուք չընտրեք Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանի կառավարությունը այսուհետև կդադարեցնի Արցախին ցույց տրվող, Լեռնային Ղարաբաղին ցույց տրվող վարելիքի օգնությունը, ոչ մի փամփուշտ չենք ուղարկի, ոչ մի գումար չենք ուղարկի, ոչ մի ջոկա, դուք պատկերացնում եք ազգագրական պայքարի եռուն շրջանում երկրի երկրորդ դեմքը ինչպիսի ցինիկ հայտարարություն կարող էր անել։ Հիմա նրանք եկել են, մի մասը զառամյալ, չէ,
մի մասը արդեն պիտաներության ժամկետը անցած, հայտարարություններ են անում եւ ավելին ասեմ, Ռուսաստանը ինչու եմ ասում հիմա կիրառում է soft power, կապված գործարարների հետ, կապված այլ ուժերի հետ, կապված լրատվական դաշտի հետ, ինչու է կիրառում, որտեղ Ռուսաստանը արդեն հասկացել է, որ ինչքան փորձում է ուրեմն հենվել նախորդ ղեկավարների վրա, նախագահների վրա, այնքան է նա վարկաբեկվում Ռուսաստանի քաղաքականությունը եւ Ռուսաստանի հեղինակությունը չասեմ, այլ նշանակությունը հայ ժողովրդի աշխարհում ավելի է մսեմացում, ավելի է այլասերվում, ավելի է վարկաբեկվում, որտեվ տեսնում է, որ նրանց վրա հենվել դա անհնարին է եւ ուզում եմ հարց տալ նրանք առհասարակ նրանք ինչի վրա են իրենց հույսը դնում, չունենալով որևէ ազդեցություն մեր ժողովրդի մեջ եւ հեղինակություն եւ նրանց ամեն ինչը դիրք եւ հեղինակությունը զրոյից ցածր է, ինչի վրա են հույսը դնում, ինչ ձևով անել պետական հեղաշրջում, քաղաքացիական պատերազմ արելով ազգամիջյան մեր երկրում, հա, քաղաքացիական պատերազմ հրավիրելով, պայթեցումներով եւ այլ մարդկանց, չգիտեմ, վնասելով, տարբեր կարգի մեքենաներ վառելով, սոցիալական ցնցումներ ստեղծելով, ես կարծում եմ դա նրանց չի հաջողվի։ Պարոն Սաֆյան, Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն երկրորդ անգամ հանդիպում է վեհափառին, այս անգամ իր տաններ ընդունել կարծես նրան։ Այն դեպքում, երբ կա այսպիսի մեծ դժգոհություն, այն դեպքում, երբ կան անպատասխան հարցեր, այն դեպքում, երբ ընտրված իշխանության կողմից կա պահանջ ազատել վեհարանը, ձեր կարծիքով այս հանդիպումները ինչ նպատակ ունեն։ Տեսեք, ես ասեմ հետևյալը, ասում են Լևոն Տեր-Պետրոսյանը հաջողություն Մայր Աթոռի այսի է գնացել Մայր Աթոռ հանդիպելու չէ այդ հայտարարությունն եմ ասում Համինան Հայոց կաթողիկոսի հետ եւ որպես նայել փոխադարձ այց է կատարել առաջին նախագահին նախ ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի զորավիտ լինելը հաջողությունը ինչու է արտահայտվում Զարամյալ մարդ կոպիտ արտահայտությանս համար կներեք, անգլերեն ասում են the sepulchral voice, անդրշիրիմյան ձայն։ Իրենք շատ են սիրում այդ բառերը օգտագործել, ես դրա համար եմ օգտագործում, որ իրենք լսեն։ Եվ նախկինում դրվա անսխալականության բարդույթով, չգիտեմ եւ այլը, այժմ այսպես ասած նարցիսական, զևսական հովերով եւ ինչով Ինչ ես մայրամուտին, ինչ ես ուզում դրանով ասես։ Ես ասում եմ ու նորից կրկնում եմ վեհափառ հայրապետը նախկին ինքը իրեն դուրս է դրել Մայր Աթոռից, ինքը իրեն դուրս է դրել վեհարանից, իր գործողություններով աշխարհիկ կարգի հանդեպ ունեցած ուրեմն իր հագուրտ տալու կրքերով, մոլուցքով եւ ես պիտի ասեմ, որ իր օրինակը վարակիչ է եղել մեղմ ասած շատ հոգեորականների համար կուսակրոն, որոնք կներեք այս բառը պիտի ասեմ, որոնք կներեք չեն փայլել կամ աշկի չեն ընկել, որոնք պարտավոր էին աշկի ընկնելու իրենց սեռական ժուժկալությամբ։ Եվ ամբողջ խնդիրը սա է, որ կանոնագրքից են օրինակներ բերում Աշտիշատի ժողովից են օրինակներ բերում, որ ներսես մեծնել է ունեցել ընտանիք, այո, այն ժամանակ եղել է, բայց մոռանում են ասեն, որ մեր կանոնագրքի բազմաթիվ, այսպես ասած, բարեփոխված տարբերակների վրա աշխատել են եւ Ներսես Շնորհալին, եւ Սեմյոն Երևանցի կաթողիկոսը եւ Գևորգ IV Կոստանդնուպոլսեցի քերեստեչյան վեհափառը 19-րդ դարում Նաև Մաղար Գեորմանյանը, Պոլսո Պատրիարքը 19-րդ դարավերջին, դրանք զուտ եկեղեցական, կանոնական օրենքներ են եւ այսօր մեջ բերել հովերքություններից, սաղմոսներից, ժամերքություններից եւ այլը, դրանք ընդամենը շիրմա են, դրանք պատրվակներ են, որոնք փորձում են ծածկել եկեղեցու այն մութ գործերը, որոնք իրական կյանքի մեջ կան։ Ես պիտի նաև մի բան էլ ասեմ, այսօր փորձում են շատ-շատերին մտցնել ուրեմն այս պարակտիչ քայքայիչ գործունեության մեջ, բայց իմ
ունեցած իր ազդեցությունը թույլ է տալիս ասելու, որ շատ հոգևորականներ հրաժարվում են հարցազրույցներ տալ հոգուտ բարձրաստիճան հոգևորականների եւ այլն։ Կառավարության ղեկավարին խորհուրդ կտամ մինչև վերջ գնալ, կառավարության ղեկավարին բաց խորհուրդ կտամ չկիրառել կրկնակի ստանդարտներ, որովհետև կրկնակի ստանդարտները կլինի ընտրովի, ուրեմն ընտրովի մոտեցում եկեղեցու հանդեպ, բոլորս գիտենք, որ մենք ունեցել ենք նաև կուսակրոն հոգևորականի զավակ, որը շատ բարձր դիրք է զբաղեցրել Հայաստանի կառավարության կազմում, որը ես չեմ ընդունում։ Բոլորս գիտենք, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը չէ, Ներսես Քճոյանը եւս վեհափարի զավակ է, Վազգեն վեհափարի, ուրեմն արտամուսնական զավակն է եւ դրա մասին ամբողջ բյուրականն է խոսում եւ այսպիսի նաեւ շատ բաներ։ Ուրեմն կառավարության ղեկավարը սկսած գործը պիտի ավարտին հասցնի։ Ինչպես մեկ նախադասության մասեմ եւ իրավական դաշտում եւ հակակոռուպցիոն քաղաքականության մեջ, կադրային քաղաքականության մեջ իմ հորդորն այն է, որ կառավարության ղեկավարը չնահանջի, եթե նա ուզում է ունենալ ընտրազանգվածներ, եթե նա ուզում է ունենալ մեր ժողովրդի, մեր հավատավոր ժողովրդի աջակցությունը եւ մեր քաղաքացիների աջակցությունը, դա կլինի ընտրություններ համապետական, տեղական ինքնակառավարման եւ այլն, նա երբեք պիտի սկսած գործից չնահանջի։ Նա պիտի այս դեպքում ոչ մեկին ուրեմն ներողամիտ չգտնվի, որտեղ սրանք շատ մեծ խնդիրներ են, այլևս չեմ խոսում մեր եկեղեցու միաբանության հետ կապված շատ խնդիրների մասին, որտեղ մեր ժողովրդի, մեր եկեղեցու, առաքելական եկեղեցու 4 նվիրապետական աթոռները եւ Անտիլիասի Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը եւ Պոլսո պատրիարքարանը եւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը եւ հատկապես Մայրաթոռը մեղմ ասած հարաբերությունների մեջ կարծեք թե շատ ջերմ չեն կամ այսպես ասած գրկախառնվային իրավիճակներում չեն գտնվում եւ ես կարծում եմ որ իրենք պետք է առաջինը օրինակ ծառայեին մեր ժողովրդին Լևոն Տեր-Պետրոսյանի ուրեմն նաև այդ շինծ ու կեղծ կեցվածքը մեր ազգային գաղափարների հանդեպ, մեր պետականության, տարբեր հարցերի շուրջը ցեղ շպրտել այսօրվա կառավարությանը, նրա ղեկավարին եւ այլն, դա բնական է, որովհետեւ շատ-շատերը, որոնք չեն ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին, պարզապես ես պիտի ասեմ, նա հավաքագրված անձնավորություն է եղել, ներդրված մարդ է եղել Արցախյան շարժման մեջ եւ ի պատիվ ճակերտավոր կամ ուրեմն նախատինքով եմ ասում Վազգեն Մանուկյանի, որպեսզի մեծ Ղարաբաղ կոմիտեից Արանքից Հանեին, Իգոր Մուրադյանին, Մավել Սարգսյանին եւ Գագիկ Սաֆարյանին առաջ բերեցին մարդիկ, որոնք արդեն նշмарվում են, որ կան ներդրված ականներ եւ եթե նրանք Ղարաբաղյան շարժման խանձարուրում ակնքում կանգնած չեն եղել, դրա համար նրանց գործունեությունը Ղարաբաղյան ոլորտում եւ միջազգային ատյաններում եւ երկրի ներսում պիտի հանգեցներ նրան, որ ունեցանք այն, ինչ պիտի ունեինք։ Ասաֆան, ինչ ունենք այսօր, ունենք փաստորեն մի ընդդիմություն, որը պայքարի մեթոդն է իր համարում ահաբեկչությունը, զանգվածային անկարգությունները, ավտոբուսների վրա յուղ լցնել, մարդկանց վառել, պատերի տակ ելնել, եւ ունենք իշխանություն, որը որոշակի քայլեր է անում, նաեւ արտաքին քաղաքական ուղղությամբ խոսքը վերաբերում նաև հայ-թուրքական հարաբերություններին, ուզում եմ անդրադառնանք նաև վարչապետի Թուրքիա կատարած այցին, իհարկե շատ սահմանափակ ինֆորմացիա ունենք ամեն դեպքում։ Դուք ընդհանուր կոնյունկտուրան ինչպես եք գնահատում, երբ փաստորեն կա այսպիսի հզոր դիմադրություն ներսում եւ մենք ունենք այսպիսի լուրջ խնդիրներ արտաքին ասպարեզում, որոնք չլուծել չենք կարող, բայց որոնց լուծման ճանապարհը շատ դժվար է թվում այս իշխանությունների համար, որովհետև այն զենքը, որ այսօր ունեն այդ ուժերը, ովքեր որ մի մաս այսօր կալանավորված, այն է, որ այս իշխանությունները իբրև թե թրքամետ են, Թուրքիայի պահանջներն են կատարում, կուզեմ նաև այս դիսկուրսին եւ այս տեսակետներին անդրադառնանք։ Սիրով անդրադառնամ Փաշինյանի այցին Թուրքիա, սկսած ընդունելությունից, վայնասուն են բարձրացնում որոշ ուժեր, դա
Էրդողանի մոտ տեսնում եք ինչպես է պահում իրեն կամ ինչու չընդունեց Անկարայում եւ այլ եւ այլ։ Դրանք հավաքակարգային խնդիրներ են։ Ես ինքս եմ դրան անդրադարձել։ Փոխնախարարի մակարդակով եւ այլ եւ այլ։ Դե գիտեք, ես չէի պատկերացնում, որ պիտի Էրդողանը Փաշինյանին դներ գլխին ու նստեր։ Եվ եթե Անկարա չի եղել, ուրեմն դա պետական այց չի եղել, կարծեմ եղել է աշխատանքային այց եւ ընդունվել է սուլթանների ուրեմն Բաբա Ալիում այդ բարձրագույն դուռը որ կա, այդ պալատում չէ, կարծեմ Դոլմաբահչեի այդ պալատում կառավարական քննարկվել է խնդիրներ հայ-թուրքական հարաբերությունների սահմանի բացման, ճանապարհների ապաշրջափակման, ինչ խոսք նաև տարածաշրջանային խնդիրներ։ Հատկապես Իրано-իսրայելական թնջուկը համոզված եմ, որ դա քննարկվել է իմ իմացած, իմ ունեցած ուրեմն տվյալներով, բայց տեսեք ինչն է խնդիրը։ Իհարկե, ես գիտեմ, որ թուրքական կողմը համառորեն ասում է, որ պիտի Ադրբեջանի կողմից առաջ քաշված մարտահրավերներին կամ պահանջներին առաջ գնալ, դրան անմիջապես հետևեց, գիտեք, Իսլամական լիգայի երկրների հայտարարությունները, սահմանների հետ կապված, սահմանադրության, ապակոռուցողական, բայց սա այլ դաշտ է, որտեղ սրա վրա մենք պիտի հատուկ ուշադրություն դարձնենք, սա հատուկ հարցազրույցի թեմա է, միգուցե հետագայում, եթե անհրաժեշտ լինի, ես սիրով կանդրադառնամ, բայց այսպես է, որ այս սառույցը ջարդվեց հայ-թուրքական։ Վարչապետի համար էլ շատ բան հասկանալի կլինի արդեն։ Հիմա տեսեք, Բևերը պաշտպանում է մեկ, չգիտեք ինչու, որ սա շինծու գործեր է, մեկ ասում է հայ-թուրքական հարաբերությունների վիճակը բանի, չգիտեմ, Զոհի եւ Դահիճի, կամ չգիտեմ ավելի ցածր, կամ չգիտեմ Նիկոլա Անելիք չունի սենց Էրդողանի եւ այլ, դե գիտեք, ես Բևերի ասածները լուրջ կընդունեմ այն ժամանակ, երբ որ իրենք 16 թվականին 2016 թվականին կազմակերպեցին ուրեմն ՊՊԾ գնդի գրաման process-ը եւ իրենց փոխհարաձգության եւ նպատակային սպանության արդյունքում զոհ գնաց գնդապետ Արթուր Վանոյանը, որի շատ լավ ճանաչում եմ իմ լավագույն ընկերներից մեկն է, եւ առայժմ նրանք ներողություն չեն խնդրել։ Այդպիսի անբարտավան, այդպիսի սրիկայաբար մինչեւ հիմա ներողություն չեն խնդրել, այլևս նաեւ երկու զոհերի մասին։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Ով չգիտի նրանց մոտեցումը, եւ միացան Սրբազանի շարժմանը, եւ միացան Լևոն Տեր-Պետրոսյանին 2008 թվականին, եւ միացան Ռաֆի Հովհաննիսյանին եւ այլ եւ այլ։ Խնդիրը նա է, որ մենք պիտի ռացիոնալ կերպով վերլուծենք իրավիճակը։ Անդիմության մի որոշ ներկայացուցիչներ մեծ մասը ասում են Հայաստանը պիտի օգտվի ուրեմն Իրան, Ռուսաստան, այդ առանցքից Հայաստան, ախր մի բան ասեմ ես, այդպիսի առանցք չկա, այդ պատերազմը ցույց տվեց, այս բլիցկրիգը ցույց տվեց, որ այդպիսի առանցք չկա, ինչ առանցքի մասին է խոսքը, Իրանը ասում են, ոնց ունե, եղրուկ ունենա իր գլուխը պիտի քորի, Ռուսաստանը նույն կերպ այսօր պարտություն հետևից ուկրաինական ճակատում, այդ առանցքը շինծու է, արդյոք Իրано-իսրայելական այս կարճ պատերազմը, բլիցկրիգ, կայծակնային պատերազմը ցույց չտվեց, որ Իրանը ի վիճակի չէ լուրջ դիմակայություն ունենալու իսրայելական ուրեմն առայժմ օդային հարձակմանը։ Այլևս չեմ խոսում Կատարում գտնվող ամերիկյան զորքերի հարձակման դեպքում նա չի կարող ոչ մի բան անել։ Այսինքն այն զինուժը, որ այսօր ունի Իսրայելը եւ որի թիկունքին կանգնած է իր հավատարիմ դաշնակիցը, սա թույլ է տալիս ասելու, որ ներկայումս ուրեմն զինված ընդհարումը ceasefire, որը ձեռք բերվեց փոխադարձ պայմանավորվածությամբ, սա կենսական անհրաժեշտություն էր։ Սա նաեւ ես պիտի ասեմ Հայաստանին է շատ անհրաժեշտ, որովհետեւ գաղտնիք չի, որ Հայաստանը իր էներգետիկ, ճանապարհային շինարարության բազմաթիվ հումքեր ձեռք է բերում Իրանից։ Եվ հենց թեկուզ ես պիտի խոսեմ նույն բիտումի ներկրումից, չէ, ձյութը, որը մեր ասֆալտի հիմնական հումքը մեջ է, վերջերս, քանի որ Իրանը դարձավ ԵԱՏՄ-ի կարծեմ հայեցողական անդամ, թե ինչ այդպիսի մի կարգավիճակի մեջ է, դիտորդի կարգավիճակով, առաջարկությունները արել, որպեսզի այս բաները ազատվեն մաքսատուրքերից։
եւ ճանապարհները եւ մեր մեքենաները մտնում են այնտեղ առանց մաքսատ, բայց մաքսատուրքեի միջի հիմա չկա այդ բանը որոշումը։ Իսկ դուք գիտեք ինչքան ծանր է մեր գործարարների համար։ Ես ինքս քանի որ մոտիկից շփվում եմ այդ ոլորտի աշխատողների հետ, քանի որ ես խորությամբ չգիտեմ, բայց անընդհատ ինֆորմացիա եմ ունենում։ Եվ ես պիտի ասեմ, որ Հայաստան-Իրան ռազմավարական հարաբերությունները շատ նորմալ մակարդակի վրա են։ Չի բացառում նաև մենք ունենանք Թուրքիայի հետ կառուցողական հարաբերություններ եւ ես համոզված եմ ներքուս որ դա լինելու է, որովհետեւ վերջին հաշվով ես ասում եմ դեպի խաղաղության խաշմերուկ տանող ուրեմն քաղաքականությունը այլընտրանք չունի։ Գալու նրան որ ասենք մենք հույսներս դնենք Ռուսաստան, Իրան, չգիտեմ եւ այլ այդ ինչ են ասում, այդ երանկյունի եւ այլը, գիտեք դրա դարն անցել է, անկեղծորեն եմ ասում։ Եվ որոշ մարդիկ էլ ասում են Եվրոմիությունը երբեք զոհ չի ուղարկելու Հայաստան, որտեղ Եվրոմիությունը կարող է օգտագործել միայն տնտեսական լծակները եւ այլը, բա 1.5 տարի է արդեն լրանում, 1 տարի 2 ամսից ավելի, ինչ Եվրոմիության քաղաքացիական, դիտորդական առաքելությունը մշտադիտարկում է անում Հայաստանում։ Արդյոք դուք չեք տեսնում արդյունքը, արդյոք դուք չեք տեսնում նշանակությունը, արդյոք դուք չեք տեսնում նրանց փութաջան աշխատանքը։ Տեսնում են ուղղակի ձեռք չի տալիս։ Արդյոք նրանց զեկուցումները չեն ներկայացում այդ white paper-ների մակարդակով Միացյալ Նահանգների վարչակազմին։ Արդյոք Միացյալ Նահանգները չի կարող, ինչպես ասում են, ոտը խփի գետնին եւ ասի Հարավային Կովկասում պիտի պատերազմ չլինի, պիտի լինի նոր աշխարհակարգի ստեղծման ֆոնին կամ դրան զուգահեռ Հարավային Կովկասում պիտի թևածի կայուն խաղաղությունը եւ պիտի լինեն կայուն անվտանգային համակարգերի ներդրման ուրեմն գործընթացներ։ Գիտեք, ասենք բաներ շատ կա ասելու։ Ես ուզում եմ ուղղակի ասեմ, որ նաեւ մեր ընդդիմության գործելավոճը կապված արտաքին քաղաքականության հետ, տեսնենք այդ որտեղ պիտի սայթակեին կամ որտեղ պիտի անեին, որ չեն արել։ Եվ մի բան էլ ասեմ, Քավլիցի ես ոչ թե այսպես հաջակցություն կամ հոժանդակություն, ես կարծում եմ մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունը կամ անվտանգության խորհուրդը իմ կարիքը չունեն հաստատ, բայց ես պիտի ասեմ, եթե իրենք ասելիք ունեն, կարող են իրենք ինչպես ասում են, խորհուրդներ տալ նորմալ մակարդակով ելնելով պետական շահերի կամ հայ ժողովրդի շահերի տեսանկյունից։ Ես եւս մի բան եմ ուզում ասել, գիտեք ինչ, ինչպես կարող էին այդ զինուժի արսենալը, այդ զինանոցը ընդդիմության հենց այնպես սարքեին։ Այդ հրթիռավտանգ իրերը, այդ չգիտեմ մնացած գործիքները, ինչպես կարող էին այդքան նկարեին, ինչպես կարող էին այդքան սարքեին։ Լավ, դուք չեք տեսնում, որ բոլոր առումներով դուք մեժված եք։ Իմ ասելիքս այն է, որ մեր երկրում ներկայումս այն գործընթացները, որ հատկապես սրվել է կապված եկեղեցի, այսպես ասած եկեղեցի, այնիշ դա եկեղեցի չի, հայոց հոգևոր վերնախավն է, Մայրաթորի եւ կառավարության այս ուրեմն արճակատումը ես գտնում եմ եւ իմ խորհուրդս այն է, որ կառավարությունը պետք է ուրեմն մակրազերծի Մայրաթորը, պարտադիր կերպով պիտի Մայրաթորը, գալով նրան ուրեմն Ռուսաստանի հետ կապված, եւ եւս մի բան էլ ասեմ, դուք գիտեք մի կարծեմ հայտնի ֆիլմի մեջ է, չէ, որ ասում է երկրում մոլեգնում է դաշնակցության տերտերը, դաշնակցական տերտերը, ուզում էին ասեն, որ երկրում մոլեգնում է դաշնակցական տերորը։ Հիմա ես պիտի ասեմ, այո, մենք գրեթե գտնվում ենք դրա նախաշեմին։ Եվ եթե մեր իրավապահ մարմինների գործունեությունը չլներ, այո, կարող են մոլեգներ նաև այդպիսի մի տերոր, որովհետև իրենք անթակույց կերպով 1 ամիս առաջ, 20 օր առաջ անընդհատ ասում են, որ պետք է այսպիսին լինի։ Չեն բացառվում պորտկումները։ Մեկը կա մերժալ պատգամավոր, քանի անգամ կուսակցությունը փոխա Սանկտ Պետերբուրգում հոպատոս է եղել, ասում է պետք է ստեղծենք մահապարտների խմբեր, դուք ինքներդ ծառայեք։ Ես ինքս եղել եմ այդ խմբերում Արցախի ազատագրման ժամանակ, թիկունքային աշխատանքի մեջ։ Հիմա էլ ես ասում եմ, մեկ գիտեք ինչ, տարբեր Facebook-ներում կոմենտներ ա լինում իմ արցախցի լինելու հետ կապված, որ ես օրվա իշխանությանը շատ խնդիրներում ուրեմն կամ աջակցում եմ, ոչ թե աջակցում եմ, ինչ որտեղ կիսում եմ այդ քաղաքականությունը, կարծեք թե փորձում են ինձ ամոթ հանք տալ։ Ես ուզում եմ մի հատ հարցնեմ էլի։
5 հոգի Արցախից կամ 3 հոգի կարող են իմ հետ եթե դուրս գա ու հավասարի կլոր սեղանի շուրջը ասեն իրենք ինչ են արել ասեն ես ինչ եմ արել 30 տարվա ընթացքում 35 տարվա ընթացքում մեկն ու մեկը կարող է իմ հետ մրցել իր ընտանիքի մաս հանումներից մեր հնարավորությունների չափով խոսում եմ մարդու իրավունքների նախկին պաշտպանը եւ ասում է Սանոմանը Դերզորի ախր դուք Բաքվից եկած դուք ինչ գիտեք Դերզորը ինչ է դուք հայոց պատմություն սովորել եք ռուսերեն լեզվով տպագրված դասագրքերից ի տարբերություն ինձ որ ես հայոց պատմության դասախոս եմ մասնագետ եմ այն էլ Արևմտյան Հայաստանի ես ուզում եմ հարց տալ ես ինչպես պիտի վարվեմ որ իմ Ղարաբաղցի ամերիկացիները ինձնից գոհ լինեն գնամ Ռոբերտ Քոչարյանին աջակցեմ գնամ Թավանը աջակցեմ գնամ հոկտեմբերի 27-ը պաշտպանեմ գնամ մարտի 1-ը պաշտպանեմ Մարտի 1-ի օրը ես 2008 թվականի օրվա շտաբի պետին ասել եմ, «Էս ինչ եք անում»։ Օրվա ներքին գործերի նախարարին ասել եմ, «Ինչու եք այսպիսի քայլերի գնում»։ Իմանալով, որ ես հիմա իմ հարցազրույցի ժամանակ շատերը գիտեն այդ օրը ես որտեղ եմ եղել։ Հիմա ամբողջ խնդիրը ծանրաբեռնված է նրան, որ ոչ թե կենտրոնացված է նրան, որ ամեն կերպ փորձ է արվում օրինական կերպով ընտրված իշխանությանը տապալել տերորիստական, ահաբեկչական գործողությունների հետևանքով, ոչ թե շնորհիվ հետևանքով, արդյունքում։ Հիմա ես հարցնում եմ, անող եք, անեք 21 թվականի հունիսի 20-ին համապետական ընտրություններին, առավել ևս որ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո ավելի քիչ ժամանակ էր անցել եւ մեր ժողովրդի հիշողությունը թույլ էր։ Անող եք, անեք ջերմուկից հետո, երբ որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի ստվար կտոր, չէ, առայսօր ցարտ գտնվում է ադրբեջանական զինուժի մշտական վերահսկողության ներքո։ Բայց այդ զինուժը այսքանը որ պահում եք, դուք չեք իմանում, բայց դուք չեք իմանում, որ դուք մարմնավոր, դուք եղեք զինվոր, դուք եղեք, չգիտեմ, առաջամարտիկ, դուք եղեք նվիրյալներ, Մոնթեի ում անուններ որ տալիս եք Բեկորի պես, Մոնթեի պես Ես լինելով վերջին 35 տարվա հայ ժողովրդի, ինչպես ասում են, կիզակետում կանգնած բոլոր իրադարձությունների կիզակետում կանգնած, պարզապես ես ասում եմ, այդ ճանապարհով անհնարին է։ Մեր ժողովուրդը ստապ է, ես ձևս ստապության կոչ եմ անում, խնդիր չկա։ Գոյությունն է համապետական ընտրությունների ուրեմն նշանակված ժամկետ, կարող են այդ նույն ճանապարհով վերցնել իշխանությունը։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր Այլ ճանապարհով հնարավոր չի, բայց քանի որ իրենք ուզում են չլինի կառավարության ներկայացումը կամ ազգային ժողովի ուրեմն մեծամասնությունը հանձինից քաղաքացիական պայմանագրի, իրենք մեկըդմիշտ պիտի հրաժեշտ տան քաղաքական կյանքին, իրենց նախագահներով, պիտանելիության ժամկետն օգտագործելի լինելու ժամկետը լրացված քաղաքական գործիչներով, քաղաքական աղբանոց նետած երկրի ղեկավարներով, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանով, բարից բուն իմաստով եմ ասում, քաղաքական աղբանոց նետված։ Նրանց ժամանակ մենք ունեցել ենք մարդասպան նախարարներ։ Նրանց ժամանակ մենք ունեցել ենք նախարարներ, որոնք բացահայտ կերպով անտեսել են Հրանտ Բագրատյանի կառավարության նիստերը։ Գործը հասել է նրան, որ Հրանտ Բագրատյանը պահանջել է Լևոն Տեր-Պետրոսյանից կարգի հրավերել մարդասպան նախարարներին, որպեսզի մասնակցեն կառավարության նիստերին։ Այլ տարբերակով, եթե այս քաղաքական դաշտի հնաբանակները չլքեն քաղաքական դաշտը, օրվա իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերընտրվելը 2026 թվականի համապետական ընտրություններում իրենց համար լինելու է մի բաժակ ջուր։ Բայց քանի որ նրանք չեն ուզում հրաժարվեն դրանից, մոլուցքը իշխանատեսչության, վրեժխնդրության, կրկին իշխանություն վերադառնալու, ախր 0% վստահությամբ, զանազան, չգիտեմ, ինչա Գևակը, մեկ այլ կերպ, տարբեր սոցիալական հարցումներով, տարբեր, մեկը Բարգավաճ Հայաստանից դեպուտատները կթել են Բարգավաճ Հայաստանի առաջնորդին, մեկը կենթանիների animal friendly, ոնց է կոչում, այդ կենթանիների բարեկամներ, հա, այդ անվան տակ 5-6 հատ վագրի մուշտակա հակնում բնական, մեկը չգիտեմ, բալան մեկը չկա ձեզանով մարմնավորի, մեկը չկա հիմա ես ինչու համար ասացի արցախցիների հետ կապված, որովհետև գիտեմ, որ թեկուզ իմ հարազատների մեջ եւ այլ, գիտեք ինչ կա,
Եկեք ճիշտը խոսենք։ Եվ նախ եկեք ապացուցեք, տեսեք որն է իմ շահը։ Եթե կգտնեք, որ իմ շահս ինչ-որ մի տեղից մի որոշակի ինչ-որ շահախնդիր կերպով մի որևէ բանի զարտողի ճանապարհով օգտվելն է, ինչ ճանաչողները գիտեն, ասենք ես չեմ կարող ունենալ կներեք 200,000 հետևորդներ։ Հաստատ, չէ՞ դա մի ձևի կբացահայտի։ Ես էլ ասում եմ, կանգ առեք, ձեր գործունեությունը ազգակործան է, վտանգներով լի է։ Եթե ասելիք ունեք, կարող եք բարձրաձայնել, ես էլ ունեմ իմ զենքը։ Ես էլ չեմ հրաժարվում զենքով պայքարելուց, բայց գիտեք ո՞րն է իմ զենքը։ Քաղաքական պայքարում մարդու միակ զենքը կարծեմ խոսքն է։ Ուրիշ զենք պիտի չլինի։ Շնորհակալություն պարոն Սաֆյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը պատմաբան, պաշտպան հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար Գագիկ Սաֆարյանն էր։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։